ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձև, որով հաստատում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Գազայում պատերազմը դադարեցնելու 20 կետանոց նախագիծը և թույլատրում է այնտեղ միջազգային կայունացման ուժեր ստեղծել։ Ըստ բանաձևի, ՄԱԿ անդամ երկրները կարող են մասնակցել խաղաղության խորհրդին, որը կնախագահի Թրամփը մինչև 2027 թվականի դեկտեմբեր։ Խորհուրդը փաստացի կառավարություն չի լինի, այլ կհսկի պաղեստինցի և միջազգային փորձագետներից կազմված տեխնոկրատ կառավարությանը։ The resolution authorizes the International Stabilization Force. Բանաձևը լիազորում է միջազգային կայունացման ուժերին, խաղաղապահների հզոր կոալիցիային, որտեղ շատերը մուսուլմանական երկրներից են, ինչպիսիք են Ինդոնեզիան, Ադրբեջանը եւ այլն, տեղակայվել միասնական հրամանատարության ներքո։ Այս քաջարի տղամարդիկ կհսկեն Գազայի փողոցները, կպաշտպանեն քաղաքացիական անձանց եւ կուղեկցեն մարդասիրական օգնությունը անվտանգ միջանցքներով։ Կապահովեն Գազայի ապառազմականացումը, այդ թվում զինատեսակների դուրսբերումն ու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։ Իսրայելը աստիճանաբար դուրս կգա եւ վերակազմավորված պաղեստինյան ոստիկանությունը նոր դեր կստանձնի։ Խաղաղության խորհուրդը անցումային վարչակազմը, որին կֆինանսավորի համաշխարհային բանկը, վերականգնելու է ավերված տները, հիվանդանոցներն ու դպրոցները։ Այս բանաձևը ուրվագծում է պաղեստինյան ինքնորոշման հնարավոր ուղին, երբ Պաղեստինի իշխանությունը ավարտի անհրաժեշտ բարեփոխումները։ Խաղաղության խորհուրդը նաև կվերահսկի Համասի եւ այլ խմբավորումների զինաթափումը, որը նաև Իսրայելի հիմնական պահանջն է։ Համասը մերժել է զինաթափման պահանջն ու միջազգային խնամակալության մեխանիզմը։ Խմբավորումը հայտարարել է, որ ցանկացած միջազգային ուժ պետք է տեղակայվի միայն սահմաններին, հրադադարի ռեժիմը վերահսկելու համար եւ պետք է լինի ՄԱԿ-ի հսկողության տակ։ Բանաձևին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը։ Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ են մնացել, պնդելով Պաղեստինի ինքնիշխանության հարցը բանաձևում մշուշոտ է։ Բանաձևում հստակ չէ, թե ինչպես եւ երբ է Գազայի նկատմամբ վերահսկողությունը վերածվելու պաղեստինյան ինքնավարության։ Ռուսաստանն անցյալ շաբաթ այլընտրանքային բանաձև էր առաջարկել, որտեղ Միացյալ Նահանգների առաջարկով ստեղծված խաղաղության խորհրդի մասին չէր հիշատակվում։ Ռուսական բանաձևում ձևակերպում կար պաղեստինյան պետության ստեղծման մասին։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի խոսքով, ռուսական ծրագիրը արաբական երկրների ու Իսրայելի սրտով չի եղել։ Հիմա նախագահ Թրամփի ծրագրի իրականացումը դրա հեղինակների եւ կողմնակիցների ուսերին է, առաջին հերթին 8 արաբական պետությունների։ Ցավոք մենք արդեն ունեցել ենք այն դժբախտ փորձը, երբ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ԱՄՆ-ի առաջ մղած լուծումները նախատեսվածի հակառակ արդյունքն են ունեցել։ Չասեք, որ ձեզ չենք զգուշացրել։ Հոկտեմբերին էին Իսրայելն ու Համասը համաձայնեցրել Թրամփի առաջարկով Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը, որով նախատեսված էր հրադադար եւ գերիների վերադարձ։ Գազայում Վաշինգտոնի խոստումներին չեն շտապում կուրորեն հավատալ։ Ամերիկյան հրադադարից հետո Իսրայելը Գազայում ավելի քան 1500 շենք է ոչնչացրել։ Իսրայելի տասնյակ հարձակումներից 245 մարդ է զոհվել։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթեոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։